գլխավոր նպատակը կանանց աշխատատեղով ապահովելն է։ Գյուղական բնակավայրերում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում կանայք ունեն աշխատատեղերի հետ կապված մեծ խնդիրներ, ու մենք ընկերներով որոշեցինք գտնել լուծում։ Ուսումնասիրեցինք շուկան, հասկացանք, որ հատապտուղները ունեն մեծ պահանջարկ շուկայում, որոշեցինք 1800 քառակուսի հողակտորում ստեղծել մեծ այգի հատապտուղների, որտեղ մշակելու ենք հապալաս, ազնվամորի, հաղարճ եւ այլ տեսականի, բայց մեր գլխավոր նպատակը ոչ թե այգու ստեղծումն է, այլ գլխավոր նպատակը կանանց աշխատատեղով ապահովելն է։ Նրանց ապահովել խորհրդատվությամբ, բազմաթիվ տնկիների մշակման ձևերը սովորացնել։ Բացի այդ, մենք փորձել ենք նրանց տնկիները տալ, որպեսզի իրենց սեփական հողակտորում կարողանան մշակել ու ստանալ սեփական արդյունք։ Այսպիսով մենք փորձեցինք ստեղծելով հատապտուղների մեծ այգի գտանք այդ աշխատատեղերի լուծման խնդիրը։ Աշխատանքի բերումը վեկալում ես, վամ քիչ արդյունավետ արդյունք ունի, հապալասի ասենք գինը հիմա մեր շուկայում մինչև 10000 կիլոգրամ արժեք ունի։ Այգում նախ իրականացվելու է ամենակարևորը օրգանական տարբերակներով են իրականացնելու, որը նաև բնապահպանական խնդիր են լուծելու, բացի սոցիալական խնդրից 50 տարեկանից բարձր մասնավորապես կանայք չունեն աշխատանք, կաշխատեն մեր մոտ այգում, բացի այդ նրանք իրենց սեփական հողակտորում կմշակեն այդ տնկիները եւ կունենան սեփական եկամուտ։ Հապալասի մեծ պահանջարկ ունենք, թե մեր շուկայում, թե Տրսի շուկայում, կլիմայական պայմանը թույլ է տալիս, որ ինքը ավելի ուժեղ լինի։ Ինքը ամեծանում չափով, ամել ամային տեսանկյունով շատ համուղ է։ Հատապտուղները օգտագործում են բոլոր բնակավարներին, թե առողջության, թե սննդի արտադրության, թե հրուշակաղինի արտադրության մեջ, ինչպես նաև պահածոների ու սառեցված վիճակում։ Կարճ ասած, հատապտուղները օրգանական են ու շատ պահանջված։